Ես ազգությամբ եզդի եմ և 2007 թվականին ընդունել եմ Հիսուսին որպես անձնական Տեր ու Փրկիչ։ Երևի շատերդ եք տեղյակ, որ եզդի ազգն ունի այլ դավանանք, այլ հավատք։ Այդ ազգը պաշտում է հենց սատանային Մալաքի Թաուսին, ինչը թարգմանաբար նշանակում է երկնքից ընկած հրեշտակ։ Մալաքի Թաուսի մյուս անվանումներից է Ազրայելը, որը նշանակում է մահվան հրեշտակ։ Կարծում եմ, որ արդեն հասկանալի է, թե ինչ հալածանքներ և անարգանք է սպասվում այն անձնավորությանը, ով հրաժարվում է իր հայրերի դավանած կրոնից և ընդունում է Տեր Հիսուս Քրիստոսին։ Որքան էլ որ եզդի ազգը փորձում է Մալաքի Թաուսի պաշտամունքը ներկայացնել լուսավոր կերպով, որպես ուժի և զորության խորհրդանիշ, բայց միևնույնն է, ճշմարտությունը մեկն է, և միայն Հիսուսին ընդունելուց հետո ես հասկանում, թե որքան ցավալի վիճակում է գտնվում քո ազգը, որ կենդանի, երկինք-երկիր ստեղծող Արարչի փոխարեն պաշտամունք է մատուցում հակառակորդին և գնում նրա հետևից դեպի հավիտենական կորուստ։ Սա ասում եմ, որպեսզի բացատրեմ, թե որքան ցավալի է ինձ համար, երբ իմ հարազատներից որևէ մեկը մահանում է առանց Տիրոջն ընդունելու։ Եվ այս վերջերս արդեն մեծ տարիքում մահացավ իմ հարազատներից մեկը, ում շատ եմ սիրել ու ընդունել եմ որպես տատիկ։ Նա շատ քաղցրալեզու, հաշտարար բնավորությամբ կին էր, աշխատում էր որևէ մեկին չնեղացնել, անգամ երբ մեր հավատացյալ բարեկամներից մեկը խնդրում էր միասին աղոթքի կանգնել, տատիկս աղոթում էր, չէր մերժում, և ես ինձ շատ մեղավոր էի զգում, որ չեմ հասցրել այցելել նրան մեռնելուց առաջ և խնդրել, որ կանչի Հիսուսի անունը։ Այդ մտքերով և ծանրացած սրտով պառկեցի քնելու։ Գիշերը երազում զգում եմ, որ ինչ-որ մեկն ինձ բարձրացնում է վերև ու այնտեղից տեսնում եմ մի մութ խավար սենյակ, սարսափելի մութ, որտեղ մի փոքր լույսի կտոր անգամ չէր թափանցում։ Եվ հանկարծ այդ սենյակի դուռը բացվեց, տատիկս մտավ ներս ու միանգամից դուռը հետևից գուցվեց։ Անմիջապես կողքից զգացի Տիրոջ ներկայությունը, ով ձեռքով փակեց աչքերս, որպեսզի չտեսնեմ, թե այդ սենյակում ինչ է կատարվում։ Ու այդ պահին լսեցի ինձ համար շատ հարազատ ու թանկ ձայն, որն արդեն 32 տարի չէի լսել։ Դա հորս ձայնն էր, ով մահացել էր 32 տարի առաջ։ Նա տատիկիցս ջուր էր խնդրում, մտածելով, որ նոր է եկել այդ վայր և կարող է իր մոտ ջուր ունենալ։ Ջուր տուր ինձ։ Այդ ձայնն աղերսում էր. ջուր տուր ինձ։ Տատիկս դեռ ամբողջությամբ չէր գիտակցում, թե որտեղ է ինքը, և սկսեց ասել. ախր ես ջուր չունեմ, ինձ մոտ ջուր չկա։ Հետո լսվեցին մյուս հարազատներիս ձայները, ովքեր միայն ջուր էին աղերսում։ Նա այդ պահին լսելով իր հարազատների ձայները, ովքեր մահացել էին տարիներ առաջ, փորձեց ամեն մեկին պատմել, թե ինչպես են հիմա ապրում նրանց ընտանիքները, թե ինչպես են նրանց երեխաները մեծացել, սակայն այդ ամենը նրանց չէր հետաքրքրում, այլ միայն աղերսանքով ջուր էին խնդրում. ջուր տուր մեզ, մենք տառապում ենք այստեղ, ջուր տուր։ Հետո հասկացա, որ այդտեղ մտնող յուրաքանչյուր նոր հոգուց նրանք ջուր են ակնկալում, մտածելով, որ նոր է եկել և կարող է իր հետ ջուր ունենալ։ Ես շատ է ազդվել այդ ձայներից ու խնդրեցի Տիրոջն, ասացի. թույլ տուր տեսնեմ, գոնե ջուր տամ նրանց։ Տերն ասաց. ոչ զավակս, միթե ես չեմ տեսնում։ Նրանք այլևս ոչ մի հնարավորություն չունեն, այդ կենդանի ջուրը տրվում է երկրի վրա ապրողներին, իսկ նրանք արդեն բաց են թողել այդ հնարավորությունը։ Ես այդտեղ հասկացա, որ թեպետ տատիկս բավական քաղցր, խաղաղ բնավորությամբ կին էր և որոշ հավատացյալների հետ անգամ աղոթք է արել, բայց դա արել է միայն քաղաքավարությունից ելնելով մարդկանց չնեղացնելու համար, իսկ նրա սիրտը հեռու է եղել Աստծուց։ Այդ պահին տեսա, որ տատիկս սկսեց փնտրել իր մյուս մահացած բարեկամին, կարծելով, որ նա նույնպես այդտեղ է, բայց ես վերևից տեսա, որ այդ խավար սենյակի կողքին մի լուսավոր սենյակի դուռ բացվեց, և նրա փնտրած բարեկամը գտնվում էր այդ սենյակում իմ մի քանի այլ բարեկամների հետ, ովքեր կենդանության օրոք ընդունել էին Հիսուսին։
Այդ լուսավոր սենյակում չկար լաց, տառապանք, պարզապես այդտեղ գտնվող բարեկամներս հույսով սպասում են, որ տատիկս կմտնի լուսավոր սենյակ, բայց ցավոք, եւ նրանք պարզապես ափսոսանք էին ապրում, որ կարող էր եւս մի հոգի փրկվել, բայց գնաց դեպի հավիտենական կորուստ։ Այդ խավար սենյակից հետո իմ հարազատներից ոմանց լուսավոր սենյակում տեսնելը մեծ մխիթարություն էր ինձ համար։ Եվ այդ պահին լսեցի Տիրոջ ձայնը. գնա ու այս ամենը պատմիր ոչ թե անհավատներին, այլ իմ ժողովրդին, ասա նրանց, որ դժոխքում միայն ջուր են խնդրում եւ այդ հոգիները ջրից բացի ոչնչի կարիք չունեն, եւ դա այն կենդանի ջուրն է, որը նրանք մերժել են երկրի վրա ապրելու ժամանակ։ Իմ ժողովրդից շատերը թողել են կենդանի ջրի աղբյուրը, հեռացել են ինձանից։ Ասա նրանց, քանի ժամանակ կա, թող մոտենան ու խմեն այն կենդանի ջրից, որը բխում է հավիտենական կյանքի համար։ Ամեն։ Ախ դու դնյա բոշու վետալ, սեղտե բենգիվում, հբատե զավիտում է նավավե ջանım ey, վվեդև յոտ ես խապյան, բում մաշոqit է, ուրույետե դավ ես կետում է կելի հեյվայի, հեբուկ ադնյայի յակուչ ես կոր կրım, من قد ندید و سم نکر کسی بیاور نها هواد هازید کن هما جلک آف تو که از تنه آوی بده حال من تنه